Երբ որպես քաղաքացի ինչպես եք գնահատում այսօրվա իրողությունները, սրանք պատմության դասեր են դառնալու հետո ես նկատի ունեմ կառավարության դիրքորոշումը, որ ցեղասպանության հարցը չպիտի լինի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություն։ Ըստ ձեզ ինչի համար է սա արվում, այլ տարբերակ չունեն, ելք չունեն, թե այլ խնդիր է լուծվում։ Միգուցե իրաց դեպքում ելք չունեն, որովհետև իրանք հանձնվել են թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Իսկ ինչ իրականում ինչ է կատարվում, դա դասական ուրացման քաղաքականությունն է, դասական ուրացման քաղաքականությունն է, մանավանդ սա հետևողական քաղաքականությունն է, տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կոլաբորատիվիստական վարչակարգը իրականացնում է քայլեր, որը ուղիղ դեմ է հայոց պահանջատիրության գաղափարին, ավելին, սրանք ոչ ավել ոչ պակաս հայտարարում են, որ հələ պետք է հասկանանք ինչու է եղել ցեղասպանությունը, փորձում են այլ պետությունների մեղավոր ճանաչել, չհասկանալով մի բան, որ 1911 թվականի Սարոնիկի գաղտնի ժողովի որոշում կա, ըստ որի հայ ժողովուրդը եւ քրիստոնյա ժողովուրդը պետք է ցեղասպանվեն։ Սա ուղիղ ուրացում է եւ թրքապատակ ռեժիմից ինչ պետք է սպասել։ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանի ապագան Էրդողանի գիրքն է։ Իսկ Էրդողանի գիրքում Էրդողանի ռազմավարության մեջ, Ալիևի ռազմավարության մեջ Հայաստան չկա։ Հետևաբար ես բոլորին կոչ եմ անում համախմբել մի կողմ ներկուսակցական ներընդդիմադիր խոշտաշինությունները եւ հիմնադրման դեմ կվիակել ես կառավարության շենքում նստած արտադրության։ Մի մարդու նման դեմ լինելու օրակարգ ոչ շատ է իրատեսական, ամենը մի քանի ամիս է մնացել, բայց տեսնում ենք, որ տարբեր ամբիցիաներ են առաջ գալիս։ Զարաճա, մենք մեր սեփական օրինակով ենք ցույց տվել, որ կարելի է ու պետք է ամբիցիաները մի կողմ դնել։ Կարելի է ու անհրաժեշտ է ու հնարավոր է սեփական եսս խորհրդասել համազգային շահին։ Կուսակցությունը հայրենիքից կարևոր չէ։ Աթոռը, պաշտոնը, մանդատը հայրենիքից կարևոր չէ։ Նիկոլ Փաշինյանը ուրանալով ցեղասպանությունը, մոռանալով Արցախը, ուրանալով պահանջատիրությունը, չբարձրացնելով մեր մշակութային իշխող ցեղասպանության խնդիրը նաև Արցախում։ Ջուրը ստում Հայաստանի արևմտյան Ադրբեջան դառնալու ջրաղացի։ Դրված է տեսում կամ Հայաստանի լինելիությունը կամ վիլայետացումը։ Հետևաբար բոլորը, կրկնում են բոլորը, ում համար թանկացից է զնակաբերդը, ում համար թանկ է եռաբլուրը, պետք է իրանց եսը մոռանան հանուն Հայաստանի շահի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր նահատակների, էլ ոնց ասել, որովհետև եթե սա վերընտրվեց, մենք ո՞ր ենք ասնելու Հրան Մարտիրոսյանի ասած առանցիշողության անասում է։ Ես չեմ ուզում, որ իմ ասկը առանցիշողության մտա։ Ես ուզում եմ ու ամեն ինչ անելու եմ, որ հիշողությունը լինի մեր ապագայի տեսլականը։ Առանցիշողության չկա պետություն։ Այն պետությունը, այն ազգը, որը ուրանում է իր անցյալը, որը մոռանում է իր ողբերգությունները, իրավունք չունի էլի անկախ պետություն ունենալու։ Խաղաղություն, սա խաղաղություն չէ, սա Թուրքիա առաջ կզել է, ես պատերազմի կոչ չեմ անում, ես կոնֆլիկտի կոչ չեմ անում, ես արժանապատվության, ինքնասիրության կոչ չեմ անում, ինչա Սողոմոն Թելեյանը, Շահան Նատալին, Գարեգին Նեժդեհը, Արմեն Գարոն, Արամ Մանուկյանը, Դուշման Վարդանը, Մոնտե Մելքոնյանը, Տոմերեսովը հերոսները, մեր նախագահները, Վազգես Պարապետը, խաղաղություն չէին ուզում, բոլորից շատ էին ուզում։ Կամ են մայրերը, որ իրանց երեխեքին ուղարկել են նահատակության։ Այդ իմաստով հայոց պահանջատիրությունը շատ կարևոր է եւ իշխանափոխությունից հետո պետք է շարունակեն ոչ միայն հետևողական պահանջատիրության եւ դատապարտման պայքարը, այլև ցուցական շփոթականության դեմ պայքարը, ինչ արում է նախորդ իշխանությունը։
շարժմանը, այսօր Նիկոլ Փաշինյանը շեփազրույցի ժամանակ անդրադարձել է երրորդ նախագահի հայտարարությանը, նաև նրան, որ իբրև թե հանրապետականը չի մասնակցում ընտրություններին, բայց դրանք ձևական բնույթ են կրում, որովհետև պետք է նաև պարզապես օրինակ ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակին եւ պարզ կդառնա, որ լավ էլ մասնակցում են, նաև նշեց, որ բացահայտ հայտարարել են, որ աջակցում են այդ ուժին։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարիք չունի որևէ այլ ուժի ձևով քողարկել։ Հանրապետականը ուղիղ չի առաջադրվում։ Նիկոլ Փաշինյանը թող յուղ չվառի։ Մենք շատ պարզ ասել ենք։ Մենք չենք մասնակցում ուղղակի, բայց դա չի նշանակում, որ չենք պայքարելու։ Հանրապետականը բոլորից շատ է պայքարելու, բոլորից շատ է պայքարի, որ այս ազգակցության պատվաստը հրաժարական տա ու հեռացնի։ Եվ այո, մենք կոչ ենք անելու, մեր ընտրողներին, մեր համախոհներին գնալ տեղամասել եւ ձայն տալ ընդդիմադիր ուժերի օգտին, այդ թվում նաեւ այո ուժեղ Հայաստանում։ Երրորդ նախագահը այսօր իր հրաժարականի 8-րդ կազմակերպության ուղեր հայտարարություն ունեց, որը նաև համագումարի ժամանակ հայտարարեց։ Այսինքն եթե այդ նույն տեքստը, այդ նույն կամ բովանդակության հրապարակվեց 8 տարի առաջ, չէին լսելու Սերժ 8 տարի առաջ այլ իրավիճակ էր։ 8 տարի առաջ այս հրապարակում, երբ որ մենք հանրապետականներս դեմ քվեարկեցինք Նիկոլ Փաշինյանին, իմ եւ իմ ընկեր Արմեն Աշոտյանին դագաղներն սև լենտերը հանեցին շատ բացականչություններով։ Եվ այսօր բոլոր նրանք, ովքեր մեղադրում են մեզ իշխանություն տալու մեջ, արդյունավետ դրանց ճիշտ մեծամասնությունը կամ էս հրապարակում Սերժ էր ներժում, կամ էլ Facebook-երում մեզ էր հայոլում։ Բացեղաց է եղած է։ Այսօր մենք պետք է ոչ թե հետ նայենք, մենք պետք է առաջ նայենք, մերի ջան։ Լուրջ եմ ասում, այսօր էքզիստենցիալ ընտրություն արվելու։ Սա գոյաբանական ընտրություն է։ Սա երրորդ հանրապետության լինելիության ընտրություն է։ Կամ պետք է այո ասենք անկախության հռչակագրին ու Հայաստանի երրորդ հանրապետությանը, կամ նիկոլիզմը։ Սա եւ չի կարա, կամ նիկոլիզմն է մնալու, կամ Հայաստանի հանրապետությունը, կամ անկախություն ենք ունենալու, կամ վիլայետ ենք դառնալու։ Ես ընտրել եմ անկախությունը։ Նիկոլը վիլայետացին է։ Հետևաբար հայ ժողովուրդը պետք է որոշի։ Յուրաքանչյուր հայից է կախված։ Ինքը ինչպիսի երկրում է ուզում ապրի, անկախ, ինքնիշխան Հայաստանում ազգային արժեքներով, որտեղ այս ազգայնական ու հայրենասիրական երկերն են հնչում, թե ապրի վիլայետի մեջ, որտեղ ադրբեջանական բենզինին ծափահարում են, Սենապի երկի տակը տաշիկուշ են անում։ Հետև ես է, բոլորի կպատասխանեմ։ Սոցիալական պայմանագիրը ամեն հարմար առիթով նշում է, որ վստահորեն նշում է, որ 26 երկրություններին իրենք հաղթանակ են տանելու։ Որտեղից իրենց այս ինքնավստահությունը։ Ամսի 8-ին կխոսենք։ Ես էլ կոչ եմ անում հայ ժողովրդին, կյանքում մեկ անգամ ընտրության գնալուց հենց հիմա մտածել իրենց երեխաների եռաբելուի ցեղասպանության ու մեր ապագայի մասին։ Պետք է ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 8-ին վարչապետ չլինի, ամեն ինչ անել օրենքի սահմաններում, չքվեարկել Նիկոլի օգտին, քվեարկել Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ի օգտին, իմ համար նույն բանն է, քվեարկել Իլհամ Ալիևի եւ Ադրբեջանի օգտին։ Համեցեք։ Պարոն Շարմազանov, ինչպեսի գործընթացը ինչքանով է առաջնային այս բանին ու այն կողմի հիմա իշխանապողության այս բանը։ Կտեսնենք, մենք քաղաքական ուժերը հիմա մտնում են նախընտրական փուլ, հիմա ոնց որ ավելի առաջնային դառնում է նախընտրական կամպանիան, էլի։ Պարոն Շարմազանov, քանի որ մի փոքր ուշ Բայց դա չեն մերժում։ քանի որ մի փոքր ուշ միացան, կխնդրեմ ձեր տեսակետը ասել այն մասին, թե ինչու է Փաշինյանը պարբերաբար փորձում կասկածանքի տակ դնել հայոց ցեղասպանության Որովհետև թուրքական նարատիվի սպասարկող է, որովհետև Փաշինյանը նպատակային Հայաստանի Հանրապետությունը ուզում է դնել թուրքական աշխարհի մաս դարձնել։ Այսինքն կարող է մի օր այնպես ստացվի, որ ապրիլի 24-ն մնացած հիշատակետ Այդպես չարատանը, մի վարքան Արցախը չի ուրացել։ Երրորդ հանրապետությունը Արցախաշարժման չի, բայց եթե Արցախը ուրացել է, եթե Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, եթե այսօր Արցախի բայր կաչարը այդ վանդալիստներ, ֆաշիստները դվել քանդել են, Նիկոլն ասպա Հայաստանը դարձի չի բարձրացնելու։ Հետո էլ ասպեք նախկինների ժամանակ Սերժ Սարգսյանի ժամանակ։
Երբ որ մեր տղաների դիակները մնացին այդ գոտում, մեր սպեստազը մտավ, մեր տղեկի մարմինները հանեց փարթով հողարկավորեցին։ Սրանք ինչքան դիական է թողել։ Մեր ժամանակ ջուղայի խաչքարի ժամանակ չի եղել մի սիմպոզիում, որտեղ մենք չխոսենք դրա մասին։ Ես Անտալիայում եմ խոսել, հենց թուրքերի ներկայությամբ, եւ ցեղասպանության ճանաչման, եւ Արցախի կորոշման իրավունքի։ Այդ գետինը մտնելու բան չի։ Խոտ ուտենք մեռնենք, էլի որ Հայաստանի վարչապետը ասում է Արցախի մայր տաճարի վանդալիզմի հարցը պետությունը չի բարձրացնելու։ Ինչն եք բարձրացնելու։ Պերաշկի, չեբուրեկի հարցերը, թե թուրքական քյաբաբի։ Հրապարակում երկու իրականություն է, միտեղ բեմահարթակ է Կիրակի օրը նախատեսված այսպես կոչված քաղաքացու օրվա արդիվ, մյուս տեղում ջահերով երթի համար դրված հարթակն է։ Այս երկու իրականությունների միջև է այս ժողովուրդը, ինչպես չկրկնել սխալները, որպեսզի պատմության սխալները չկրկնվեն։ Ես չեմ հավակնում բանաձևել ճշմարտություններ եւ տալ փրկության ճանապարհներ, թեպետ աշխարհայացքով բժիշկ եմ եւ պարտավոր եմ ոչ միայն ախտորոշել, այլ նաեւ բուժում առաջարկել։ Բայց մինչ այդ ուզում եմ օգտվելով այս ուղիղ եթերից դիմել մեր բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր հայրենակիցներին, անկախ մեր ձեր քաղաքական կարծիքներից, տարաձայնություններից, խնդրում եմ այսօր հնդածս միանալ այս երթին, այս երթը երկար է տևելու 3-ից 4 ժամ, հատելու է Երևանի տարբեր բանուկ հատվածներ, շատերից հարմար կլինի միանալ, անգամ եթե հարմար չէ, մեկը ճիշտը միանալն է։ Գիտես Զարջան, ես նայում եի Հայաստանի այսօրվա բնակչության ծագումնաբանության քարտեզը, այսպես ասենք, էլի այսօրվա 3 միլիոնանոց Հայաստանում առնվազն մի 300-400 հազարը ծագումով արցախցի է։ Առնվազն 1 միլիոնը ծագումով արևմտյան Հայաստանից են եւ ցեղասպանություն վերապրածների ժառանգները։ Մնացած մեր բնակչությունն էլ 95%-ով հայ է։ Եվ ես զարմանում եմ, երբ որ երբեմն մեզ փորձում են հակադրել իրար։ Այսօրվա երթը իմ ողջ հարգանքով երթի ավանդական կազմակերպիչների հանդեպ վաղուց դադարել է լինել դաշնակցության սեփականությունը եւ կարծում եմ դա դաշնակցության հաջողությունն է, որ այս հավաքները այլևս կուսակցական չեն, այլևս միայն իրենցը չեն, այլ իրենց շնորհիվ 90-ականներից սկսած բոլորինս հատկապես այսօրվա իշխանության պարագայում մասնակցել ջահերի երթին նշանակում է ունենալ դիրքորոշում։ Հեշտ է գալ երթի, երբ որ իշխանությունները թայամետ էին, այդպես էր նախորդ 3 նախագահների ժամանակ իրենց բոլոր տարբերություններով։ Հեշտ էր գալ երթի, միանալ ցեղասպանության միջազգային ճանաչման process-ին, երբ որ թիկունքիդ պետություն էր։ Այսօր մեր թիկունքին պետություն չկա, որովհետև առհասարակ հայկական պետություն այսօր չկա։ Ավելին ասեմ, այդ պետությունը բռնազավթված է, օկուպացված է այլոց կողմից դրված խամաճիկների ձեռքերում եւ շատ դժվար է, բայց ավելի պատվաբեր է լինել պատվախնդիր եւ թասիբով այն ժամանակ, երբ որ նախագահն այդպեսին չի, վարչապետը այդպեսին չի, պարլամենտը այդպեսին չի, կառավարությունը այդպեսին չի, այսօր ավելի կարևոր է լինել հայ, քան հայ մնալ լեն օրերին, գիտեք։ Հիմա վերադառնամ ձեր հարցի սիմվոլիզմին, շատ լավ բան ասացիք։ Ես չեմ ուզում մենք ընկնենք նիկոլական այս պրոպագանդայի կուտը, ուտենք այդ կապկանը, այդ որոգայթի մեջ չընկնենք, խի, որովհետև սրանք փորձում են հակադրել պարզ մարդկային երջանկությունները, կենցաղային հավեսով բաները թասիբին հասկանում եք, բոլորս էլ սիրում ենք և խմել, և պարել, և ուրախանալ, և լավ ժամանակ ունենալ, և համերգի գնալ, բայց հակադրել համերգը պատվին, սրիկայությունը, այս էլ է լավ է,
Պարզապես սխալ ժամանակ է, սխալ մարդկանց օրոք է և չար նպատակներով է։ Թե չէ ինքնին վատ չի, որ մեր երկրում համերգ է լինելու, աստղեր են գալու, վատ է, որ դա ցեղասպանության հերթական տարելիցի հետ է շահկապված, վատ է, որ դա Նիկոլեն կանում են նախընտրական տրամաբանության մեջ, վատ է, որ հակադրում են ծերաս, եկեք դուրս գանք ես հակադրությունից, այս բեմը կյանք է, այս բեմը կենցաղ, նրանք չեն հակադրվում, այս բեմը թասիբ է ու պատիվ, այս բեմը հավես, նրանք չեն հակադրվում, այս բեմը իմ ցեղասպանություն վերապրած կապի բեմն է, այս իմ երեխեքի հավեսի բեմն է, նրանք չեն հակադրվում։ Երբ որ իրանք փորձում են մարդուն հակադրել, գիտես, հաց ուտես, թե աղոթես։ Իհարկե, շատ քիչ մարդ կգնա ճիշտ ճանապարհով, որտեղ ճիշտ այդ պայն աղոթելն է, բայց մարդիկ ունեն ինչ-որ ինստինկտներ եւ կարող է մեծ մասը գնա հաց ուտի։ Ոնց որ այսօրվա այդ բեմերի հակադրության մեջ։ Ես չեմ ուզում ասեմ, որ այս բեմը մեղք կա, այս բեմը կավություն։ Չէ, այս բեմն էլ է պետք կյանքում նախ եւ առաջ, որտեղ այս բեմը մեզ հայ է պահում, այս բեմն էլ մեզ պահում է ժամանակակից հայ։ Բայց խիա Նիկոլը բերել հակադրում իրար, որովհետև ուզում է կայֆը, այսպես ասած հավեսը, այդ ամեն ինչը շահարկի, ինքը անգամ ոչ միայն մեր արյունն է շահարկում, մեր պատիվն է շահարկում, մեր անցած ճանապարհը, մեր մեռելներին, ինքը ինչ է սարքել։ Առաջ ունենք մի հատ մեծ ցավի տեղ, որը ցավի էր, հպարտության չէր, դա ծիծեռնակաբերդ էր, խի հպարտության չէր, որովհետև այդտեղ կորուստների, միայն կորուստների, եւ ունեինք հպարտության գերեզմանատուն։ Հպարտության գերեզմանատունը եռաբլուրն էր, որտեղ էլի ցավ էր, էլի կորուստ էր, էլի արտասուք էր, բայց պատվի, որովհետև հաղթանակած է, բայց արժանապատվության, որովհետև այդ հողի մեջ թաղված տղերքից ծլում էր հայկականության ապագան։ Այդ մարդիկ իրանցով պարարտավորել էին այն հողը, որի վրա հայությունը ծաղկում էր։ Այսօրվա եռաբլուրը, որ Նիկոլը սարքել է երկրորդ ծիծեռնակաբեր, երկրորդ կորուստի, սքի, տվեսա, այս է պրոբլեմը։ Այսինքն ես իրան չեմ ներում այսօրվա բեմը, ոչ թե նրա համար, որ համերգ է անում, այլ որ ինքը ուրացել է այս բեմը և փորձում է հակադրել մարդու ապրելու ցանկությունը, մարդու արժանապատվությանը, և սա ամենամեծ մեղքն է, որ նա գործում է։ Թե ընթացքում ինչ է բարբաջում, այսօր ինձ էլ է հիշել, ՀԿ-ին է հիշել, ես իմ խոսել է, այդ սա հեչ, բայց ինքը խփում է մեր արժեհամակարգին։ Դրա համար ես ուզում եմ նորից առաջից օգտվելով ասել, որ նախ եւ առաջ ազատություն բոլոր այն մարդկանց, ովքեր հիմա նստած են տնային եւ բանկային կալանքում ու չեն կարող գալ։ Ես 2.5 տարի չեմ եղել այս երթերին եւ այսօր չէի կարող չգալ։ Դե ուզում եմ լինել այս ընտանիքի մաս, իմ ժողովրդի մաս, այդ ուսս գալ իրանց։ Ես ազատություն մաղթելով ոգեկոչենք բոլոր հայկական բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին, այդ թվում Արցախից բռնի տեղահանված, էթնիկ զտման ենթարկված զոհված արցախցիների հիշատակը։ Եվ խնդրում եմ բոլորիդ, եկեք ստեղ, 25-ին կարակակ էլի ստեղ ցկցկակ, բայց իմացեք, որ նա Նիկոլը օգտագործելու է ձեր այդ ցանկությունը պրոստը հավեսով ժամանակ անցկացնելու։ Վաստակեք այսօր ուրախանալու իրավունքը լինելով այստեղ այս բեմին և մեջքով այն բեմին, այսօրվա արևելքը, որտեղից հայկականությունը կենթանության նշանատալի այս բեմն է, թե հետո ինչ կանեք, կանեք, Պարոն Աշոտյան, դուք կարծում եք կա դրսից ուղիղ հրահանգ, երբ Փաշինյանը փորձում է մոռացության տալ ցեղասպանությունը եւ ինքը նշել էր նաեւ, որ պետք է ցեղասպանության զոհերի թիվը ճշգրտել, որտիսի ավելի հստակ։ Գորգ ջան, ես այն մարդկանցից եմ, որոնք այս թեմայի վրա 18 թվականից հանրության ուշադրությունը հրավիրում է եւ ահազանգում է։ Ես Նիկոլի եւ արտգործնախարարների այդ բոլոր ժամանակահատվածում ելույթներին 18-ից սկսած հետևում եմ։ 18 թվականից սկսած Նիկոլը որտեղ գնացել է, միջազգային բարձր ամբիոն, ԵԽԽՎ լինի, Եվրոպարլամենտ լինի, ՄԱԿ-ի գենասամբլեա լինի,
ինքը գրեթե չի խոսել ցեղասպանության մասին։ Արարատ Միրզոյանը սպիկեր էր Մոսկվայում 19 տվին, ցեղասպանության մասին չի խոսել։ Իրենք այս թեման ուրացության ծրագրով եկել են իշխանության ու 44 օրյա պատերազմից հետո բացահայտվել են եւ հիմա էլ ավելի լկտիաբար են դա անում, որովհետեւ մարսել են, որովհետեւ դա ծրագիր է, որովհետեւ դա ոչ թե դիվանագիտական սխալ է, կամ հիմար են, անզոր են, դեբիլ են, տգետ են, չէ, իրանք չարամիտ են, իրանք իմանալով եւ դիտավորյալ են այս ամեն ինչը անում։ Այդ թվում ցեղասպանության ուրացումը դրա մասին զգուշացրել եմ ես իմ կուսակիցները դեռևս 18-19 թվականին եւ հիմա խաղը ավելի բաց է։ Մարսել է նախորդը, գալիս է նոր թիրախի։ Սա է։ Շնորհակալ եմ։ Մենք այսօր եկել ենք մեր ինքնության, մեր պատմության համար պայքարի ջահ պահելու, մենք մասնակցել ենք և մասնակցում ենք ջահերով երթին։ Սա երթա, որը խորհրդանիշն է հայ ժողովրդի պայքարի, հայ ժողովրդի կամքի և հայ ժողովրդի միասնականության։ Մենք ասում ենք, որ մենք հիշում ենք և պահանջում ենք և հայ ժողովրդի պահանջատեր լինելը դա երիտասարդության պարտքն է և հայ երիտասարդը պետք է իմանա, որ ինքը ժառանգն է ոչ միայն ցեղասպանություն ապրած հայ ժողովրդի, այլ նաև հաղթանակած Ղարաքիլիսայի ճակատամարտը հաղթած, առաջին Ղարաբաղյան հերոսամարտը հաղթած, քառօրյա ապրիլյան պատերազմը հաղթած հայ ժողովրդի սերնդի ներկայացուցիչն է, հաղթող սերունդ է եւ մեր երիտասարդները պետք է իմանան, որ մենք չենք ուրանալու եւ շարունակելու ենք պայքարը Հայաստանի, հայկական Արցախի եւ մեր ինքնության համար։ Կարծիքով ինչպիսի դիրքորոշում ունի ներկայիս իշխանությունը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ Ոնց որ թուրքերն են ասում, պետք է լռեք ջենջը անեք, նույնն էլ իշխանությունն է։ Ես իրենք ինչ դիրքորոշում ունին ես չեմ ուզել խոսալ, բայց ես կխոսամ։ Մենք այսօր բանջարներ ենք, պայքարելու ենք մինչև վերջ, որովհետեւ մեր բաբերի արինը չի գորի։ Պիտի պայքարենք մինչև վերջ մեր հողերուն, մեր հայկական թաթի համար։ Արդյոք քայլեր ձեռնարկումը այս իշխանությունը ցեղասպանության ճանաչման հարցում։ Ինչ որ համացանցերում ես տեսնում եմ, որ ամեն քայլեր անում են, որպեսզի մոռացվի։ Անի իրենց գիտալիքն է, իրենք այսօրվա օրը որոշ փոքր մեր Հայաստանի մասին գրնան անել, բայց ամբողջ աշխարհում եք մեր սպիրկի հայերը բոլորնալ թեմ են, բոլոր բանջարները 34 եթե երկիր ընդունել է մեր ցեղասպանությունը, ուրեմն մենք իրավունք չունենք մոռանալու, ով որ գուզե մոռացնել, թող զույգ աչքերը քորանա։ Եղածն էլ ուզում է ջնջի։ Խաղաղություն հնարավոր է այս պարագայում։ Ինչ խաղաղություն։ Այս ձևի խաղաղություն աշխարհում ոչ մի տեղ չի եղել։ Նախաստորագրած հաստատում։ Ստորագրածը ուժի մեջ չի մնում, մնաց նախաստորագրածը։ Էսի միամիջ ժողովրդի խաբել միջոց է։ Ինչ ասեմ։ Ես իսկական հայ եմ, ես 76 տարեկան եմ, բայց մինչև մահ կպայքարեմ ինչքան հնարավոր է։ Որտեղ մենք այդ ազգը չենք, որ սենց հանգիստ թողեք ինչ որ փողոցից եկածը այսօր ազգին տանի է ճանապարհով։ Փողոցը եկել է, փողոցով էլ էթալու է։ Էտա ցույց տալի։ Նա թորը չի թողի։ Արտվել դեպքում էլ չի թողի, բայց ոնց որ ասում են, ալամբեն կօգտագործվի։
Մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ցեղասպանության ճանաչման գործընթացը հետզհետե մղվում է այսպես ասած հետին փուլ բացառապես միայն այն պատճառով, քանի որ մենք տեսնում ենք ականատես ենք լինում մի իրավիճակի, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար ցեղասպանության ճանաչման գործընթացը խանգարում է ըստ ներկայիս իշխանությունների, սակայն երկու տարբեր իրողությունների ենք մենք ականատես լինում, քանի որ անտեսելով ցեղասպանության ճանաչման գործընթացը մենք հիմք ենք դնում նոր ցեղասպանության իրականացման, ինչին մենք ականատես եղանք 2023 թվականի Արցախյան էթնիկ զտման գործողությունների ժամանակ։ Ինչպես է այս իշխանությունը ներկայացնում ցեղասպանության թեման արտաքին քաղաքականության մեջ։ Կարելի է ասել չի ներկայացնում։ Ինչ քայլեր է ձեռնարկում։ Մենք բացահայտ ականատես ենք լինում այնպիսի քայլերի, որոնք չկան քայլեր, որ մենք ականատես լինենք նման քայլերի։ Բացառապես ներկայացվում է, որ Թուրքիայի հետ կարող ենք իրականացնել առևտուր, ունենալ բարեկամական հարաբերություններ եւ այլն, ոչ ավելին։ Ես այսօր այստեղ եմ եկել, որպեսզի վարպահեմ պահանջատիրության ջահը եւ մոռացության չտանք այն ողբերգությունը, որը տարեր 111 տարի առաջ կատարվել է մեր ազգի հետ եւ կարծես մինչեւ օրս մենք այդ ամենի մեջ ենք Արցախի հանձնում, հայաթափում եւ այս ամենը պատճառն է նրան, որ հավուր պատշաճի աշխարհը չի ճանաչում հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ կան այսօր ցավոք սրտի մեր երկրում մարդիկ, որոնք հետևողական քայլեր չեն անում այդ ամենը բարձր մակարդակի հասցնելու համար։ Իսկ այս իշխանության քայլերը ինչ քայլեր է ձեռնարկում։ Այս իշխանությունը հենց բանը դրամն է, որ ցավոք սրտի ոչ մի քայլ չի ձեռնարկում եւ մի բան էլ կարծես ավելի է օգնում մեր հակառակորդներին այդ ամենը ավելի մոռացության տալու համար։ Այս իշխանությունը ամենևին ոչ մի որոշում չունի ցեղասպանության ճանաչման ընդառաջ ինչ-որ գործողություններ կատարելու եւ ընդհանրապես նրանք բազմիցս հայտարարել են եւ հասկացրել են մեզ, որ իրենք երբևիցե ոչ մի քայլ չեն ձեռնարկելու այդ ուղղությամբ եւ պետք է հրաժարվեն ճանաչման հարցից, քանի որ այդտեղ ուզում են թուրքերն ու ադրբեջանցիները։ Այս իշխանություններից երբեք չեն կարող սպասել նման դիրքորոշում, որովհետեւ ազգանպաստ կլինի եւ հայանպաստ կլինի։